Բաքվի մեդիան հիմա լեփլեցուն է արևմտյան Ադրբեջան նարատիվով։ Ալիևը գրոհում է քարոզի բոլոր ուղղություններով աշխարհով մեկ անում սեփական նկրտումները։ Լրագրող համարվող այս տղան ասում է, եթե Հայաստանում կարծում են, թե Ադրբեջանի պահանջների կատարումը կբերի նրան, որ իրենք հրաժարվեն արևմտյան Ադրբեջան հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։ Բաքուն պահանջում է վերականգնել 100 հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, որոնք վտարվել են էթնիկ զտումների արդյունքում։ Երևանում հավանաբար հույս ունեն, որ եթե հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Բաքուն կհրաժարվի այդ պահանջից, իսկ Երևանը կհրաժարվի Մինսկի խմբի ծառայություններից։ Դրա մասին Հայաստանը թող նույնիսկ չի երազի։ Մասնագետները հորդորում են նրանց հեռուն գնացող այս հանդգնությունը չար համարել, կամահրանքով չվերաբերվել։ Ադրբեջանցիները նույնիսկ հայերին վարկաբեկող ֆոտոնյութեր են հավաքել Հայաստանի տարածքում։ Այս լուրը հայկական մեդիայում էլ կայծակի արագությամբ տարածվեց։ Բաքվում մի ֆոտոալբոմ են հրատարակել, որը ներկայացնում է Հայաստանի գյուղերը, որտեղ ժամանակին իբր ադրբեջանցիներ են բնակվել, եւ Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել։ Մուսա Մերջանլի անունով հրատարակիչը հայտարարել է, թե կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան հայերին վարկաբեկող ֆոտոնյութերը հավաքելու համար։ Օտարերկրացի լուսանկարիչներ են վարձել, ովքեր իմացել են անշուշտ, թե ինչ նպատակով են օգտագործվելու այդ լուսանկարները։ Մինչև կպարզվի, թե որ օտարերկրացիներն են եղել եւ ինչպես են հաջողել հայկական գյուղերում նկարահանումներ անել, հարկ է ֆիքսել, որ այդ նյութերն օգտագործում են ազգամիչյան թշնամանք հրահրելու համար։ Ուստի սա մաքուր քրեական հանցագործություն է։ 3 տարի է նրանք արևմտյան Ադրբեջան կոչված կայքն են գործարկել։ Այդ անունով նույնիսկ հեռուստատեսություն ունեն, ՀԿ-ներ են աշխատեցնում։ Ամբողջ հայկականը ադրբեջանական են ներկայացնում։ Ցնդաբանում են, թե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը իրենց պատմական հողն է։ Այս համապատկերում հայ մասնագետները տարակուսած են հայկական կողմից հակընդդեմ որևէ պահանջ կա, օրինակ արցախահայերի վերադարձի վերաբերյալ, հատկապես եթե պնդում են, թե խաղաղության համաձայնագրի տեքստում ոչ մի միակողմանի զիջում չկա։ Նրանք ամբողջը միակողմանի արդեն ես իմ քանի հատ պահանջ եմ Հայաստանին ասել, որ Հայաստանը բավարարի։ Օրինակ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Էբա մենք օրինակ արցախցիների վերադարձ պահանջում ենք, կամ նրանք միակողմանի պահանջում են ապառազմականացում ու գրված զենքերի վերադարձ եւ այլն։ Մենք դա պահանջում ենք իրենցից կամ այդ խաղաղության պայմանագիրը ծածկելու է այդ հարցերը։ Ասենք Արցախին վերաբերող բոլոր կազմակերպությունները փակել, այսպես կոչված ֆաշիզմի տակ չգիտես ինչ պահանջներ են կեղծիքներով բացարձակ մանիպուլյացիան առաջ տանելու մենք ունենք, չունենք դա մենք Ադրբեջանը թույլ կտա մենք իր հետ կնքվող պայմանագրի մեջ այդպես ինչ որ կետեր նախատեսենք, իհարկե չէ։ Ալիևը ի դեպ այս թեզերի թափանիվը սկսեց պտտել 2022-ի հոկտեմբերին Պրահայում Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս հետո 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով։ Եկեք միասին աշխատենք արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Հիմա, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա մեր օրակարգային հարցն է։ Մասնագետները չեն էլ կասկածում, սա ակնհայտ քաղաքական զավթողական ծրագիր է։ Մեր պետության տարածքին նրանք ցուցադրաբար այլ անուն են տալիս։ Հանթակույց են հաստատում ձգտումը դեպի Հայաստան, եւ որ իրենց խնդիրը միայն Արցախը չէր։ Զավթիչը մոռանում է, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը 1918 թվականի մայիսի 27-ին։ Չի էլ տեսնում, որ Հայաստանի ամենատարեց տատիկը Ադրբեջանից ավելի ալեհեր է։ Սիրունիշ Մուրադյան, ժամը լրատվական։